Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Կայա Կալասի խոսքով եվրոպացի դեսպանների դեմ անձնական հարձակումներն անընդունելի են։ Պաշտոնյան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը տարվա վերջում կներկայացնի զեկույց վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ։ Նոյեմբերին ուժի մեջ կմտնեն վիզային նոր կանոնակարգերը, որոնք թույլ կտան մեզ չեղարկել վիզային ռեժիմը որոշակի խմբերի համար, ասել է Կալասը։ ԱՄՆ նախագահը փորձում է վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն բանակցություններն առանց Ուկրաինայի և Եվրոպայի արդյունավետ չեն լինի, հայտարարել է Կայա Կալասը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով նախարարները նպատակ ունեն այս շաբաթ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը և սկսել հաջորդ փաթեթի շուրջ աշխատանքը։ Կալասի խոսքով Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա տեղին չէ, հաշվի առնելով, որ միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իր հերթին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի ներկայությունը Եվրամիության տարածքում իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե դա հանգեցնի անհապաղ հրադադարի առանց նախապայմանների։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել հնարավոր կոնկրետ քայլերն ուղղված երկու երկրների ղեկավարների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Դիվանագետները նաև առաջիկայում հանդիպում կանցկացնեն, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները և տնտեսական ոլորտը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը լուրջ աշխատանք են իրականացնում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ։ Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ Կիևին մեղադրել է հակասական ազդանշաններ ուղարկելու համար, նշելով, որ դա բարդացնում է աշխատանքը։ Նա հայտնել է, որ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման վայր է ընտրվել Բուդապեշտը, քանի որ երկու ղեկավարներն էլ լավ հարաբերություններ ունեն Հունգարիայի նախագահի հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգ առնեն, դադարեցնեն արյունահեղությունը և դրանով ամեն բան ավարտեն։ Հարցին, թե ինչ պետք է լինի Դոնբասի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Թող այն կիսվի այնպես, ինչպես կա, այժմ այն բաժանված է։ Կարծում եմ դրա 78%-ն արդեն գրավված է Ռուսաստանի կողմից»։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսել ներկայիս շփման գծի հիման վրա։ Եթե ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և անհապաղ սկսել բանակցությունները, ապա պետք է կանգ առնել այնտեղ, որտեղ այս պահին կանգնած են զինծառայողները, նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում։ Ուկրաինայի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել Բուդապեշտում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Կոլումբիան հետ է կանչել Միացյալ Նահանգներում իր դեսպանին Բոգոտայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու և երկրին հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահը նաև Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին մեղադրել էր թմրանյութերի անօրինական շրջանառությունը ղեկավարելու համար։ Իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը խոցել են կոլումբիական ապստամբ խմբավորման հետ առնչություններ ունեցող նավակ։ Պետրոն հայտարարել է, որ նավակը պատկանում էր հասարակ ընտանիքի։ Նա նաև Թրամփի հայտարարություններն անքաղաքավարի է որակել, հավելելով ինքը գործարար չէ և առավել ևս թմրավաճառ։ Սեպտեմբերին Թրամփը Կոլումբիան, Աֆղանստանը, Բոլիվիան, Մյանման և Վենեսուելան դասել էր այն երկրների շարքին, որոնք Վաշինգտոնի պնդմամբ մեծապես ձախողել են թմրանյութերի դեմ պայքարը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։